Հոկտեմբերի 8-ին Երևանում կավարտվի հմտացու միջազգային հարաբերությունների ոլորտում Կովկասի պետական պաշտոնյաների վերապատրաստման քաբիր ծրագիրը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Շվեյցարիայի միջազգային ինստիտուտի տնօրեն Դանիել Վորները։ Ծրագիրը իրենից ներկայացնում է ինտենսիվ դասընթացների շարք 2 շաբաթ տևողությամբ, որին մասնակցում են Վրաստանի եւ Հայաստանի պետական պաշտոնյաները։ Ծրագիրը իրագործվում է Ժնևի միջազգային հարաբերությունների ինստիտուտի կողմից Կովկասի ինստիտուտի հետ համատեղ եւ ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալությունը։ Այն անց է կացվում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հովանու ներքո։ Եղել է առաջի ծրագրերից մեկը, գրեթե ես ասեի առաջի ծրագիրն է եղել եւ նպատակն է եղել նոր անկախ երիտասարդ պետություններին աջակցել, որպեսզի այդ երկրների պաշտոնյաները, որոնք աշխատում են, համագործակցում են միջազգային կառույցների հետ, ավելի վստահ լինեն։ Ինչպես տեղեկացրեց Դանիել Վորները, դասընթացները հաջորդաբար անց են կացվում Թբիլիսիում, Երևանում եւ Բաքվում։ Ծրագրի նպատակն է հմտացնել հայ-ադրբեջանցի եւ վրացի պաշտոնյաներին միջազգային հարաբերություններին առնչվող ոլորտներում, նպաստել երեք հանրապետությունների պետական կառույցների միջև կապերի սերտացումը։ 2010 թվականի սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը կազմակերպված դասընթացները անցկացվել են հիմնականում հետևյալ թեմաներով՝ մարդու իրավունք, շրջակա միջավայրի իրավունք, միջազգային բանակցային գործընթաց, հրապարակային խոսք եւ կոմունիկացիա, դիվանագիտական հմտություններ։ Դանիել Վորները նշեց նաեւ, որ 2001 թվականից ի վեր տարին 2 անգամ նմանատիպ դասընթացներ կազմակերպվել են բացառապես Թբիլիսիում։ 2004 թվականի հոկտեմբերին առաջին անգամ դասընթացները անցկացվել են Երևանում։ Այս մեկը թվով 19-րդն է, եւ այս անգամ դասընթացին մասնակցեց 13 հայ եւ 5 վրացի պետական պաշտոնյա։ Այս ծրագրին մասնակցած հայաստանյան պաշտոնյաների թիվն այսօր անցնում է 150-ից։ Շրջանավարտներին խրախուսելու նպատակով անց է կացվում Պարգև լիձեռության համար խորագրով մրցույթ։ Անի Մարկոսյան, Հովիկ Գրիգորյան, Սլաքեյ։